Պարոն Ստեփանյան, Միացյալ Նահանգների փոխնախագահային նամակ փոխանցվեց, այսպես բանավոր ընթերցվեց բարձրաձայն, որը ստորագրեցին նաև մասնակիցները, արդյոք գրավոր կերպով նաև նամակը փոխանցվելու է թե ոչ, եւ որքանով տեղյակ եմ, Միացյալ Նահանգների փոխնախագահը նաև վաղն է լինելու Հայաստանում, ինչ-որ բան մտածում եք այդ ուղղությամբ թե ոչ։ Նամակի մասով, այո, գրավոր տարբերակը եւ հարապարակվելու է մեդիայում եւ բացի դրանից էլ ընթացակարգերով սահմանված դեսպանատան միջոցով տեսնենք կամ այլ ընթացակարգերով ուղարկենք, որպեսզի տեղ հասնի։ Վաղը նախատեսված եկեք անկեղծ լինենք, անգամ այսօրվա բանը որակարգը չունենք եւ եթե նկատում եք շատ սպոնտան ամեն ինչ կազմակերպում, վստահ եմ, որ վաղվա միջոցառումների որոշակիություն ունենալու դեպքում այս ակցիաներ պետք է պարբերաբար կազմակերպվի, որպեսզի առավել լայն ուշադրության արժանացնենք այս հարցը։ Բայց չգիտեմ, ասենք ես այսօր այս պայծրությամբ չգիտեմ, կա որոշակի տեղեկություն, որ Ձեռնարկաբերդ այց եւ պլանավորված է, բայց դեռևս ժամերի եւ հստակության խնդիր կա։ Եվ ինչ է կարծում, արդյոք Միացյալ Նահանգների իշխանությունների կամքը բավարար է այս հարցը լուծելու համար առանց Հայաստանի Հանրապետության իշխանությունների համաձայնության։ Ես կարծում եմ, որ մեր այս ակցիաների ամենակարևոր նպատակը այն պետք է լինի, որ ցույց տրվի, որ անկախ նրանից թե Հայաստանի իշխանությունները ինչ են խոսում ձեզ հետ կամ չեն խոսում, Ամերիկային են վերաբերում, իմացեք, որ այս խնդիրը մեզ համար կարևոր է եւ Բաքու այցի ժամանակ այս խնդիրը եւս խնդրում է կիրառել օրակարգ։ Ես կարծում եմ, որ ցանկության պարագայում Ամերիկայի Միացյալ Նահանգները, հատկապես Թրամփի ադմինիստրացիան իզորու է այդ հարցը կարգավորել, այսինքն ես կարծում եմ, որ մեծ ուշադրություն դարձնելու պարագայում հնարավոր է վերադարձնել հայ պատաններին իրենց տներ։ Թե որքանով այդ ասած նշած կամքը կդրսևորվի, դա արդեն չեմ կարող հստակ ասել, բայց մենք տեսել ենք տարբեր դրվագներով, որ այս ադմինիստրացիան ուշադրություն է դարձնում, իրեն հայտարարում է աշխարհում քրիստոնյաների պաշտպան, իրեն հայտարարում է թույլերի կամ խոցելիների պաշտպան, սրանից ավելի կարևոր թեմա այդ հարցը, այդ բնդումը ապացուցելու համար։ Եվ ինչ եք կարծում, արդյոք այցերի հերթականությունը իշա Հայաստանի Հանրապետությանը մասնավորապես Հայաստանի Հանրապետություն հետո Չեմ մտածել ճիշտ ասած այդ բայց լավ է որ եկավ այստեղ, մեր ուղերձը ստացավ եւ այդ ուղերձը մեր խնդրանքը նա է, որ այդ ուղերձը տանի եւ Բաքվում դարձնի քննարկումների տուն, որակարգային